Հարգելի իմ դիտորդ, ուրեմն ստանում եմ հաղորդագրություն, հարցը այսպիսին է, կներեք դուք գուշակ եք, երբ որ հանդիպում եք այսպես իմ կոշտ արձագանքին, նշանակում է, որ դուք ունեք փտտած էներգետիկ դաշտ, ինձ ասում են, ընդունենք մարդիկ, որոնք ձայնի մեջ զգացվում է, որ այդ մարդը նույնիսկ հուզվում է, ինչ-որ վախ կամ ինչ-որ հարգանք կա, բայց երբ որ գրում են ու ես զգում եմ, որ ես գործ ունեմ մի տեսակ այսպես խավի հետ, հա, որ խնդիր ունի ինքը ու չի կարողանում տարբերել գուշակն ու տարոլոգը, ես արդեն անցնում եմ այսպես 4 պատասխանի։ Ուրեմն գուշակ լինելու համար գիրք կարդալ, սովորել, կրթություն հարկավոր չի։ Գուշակը ինչ ուզում է այն ասում է ձեզ։ 10-ից մեկը ոնց էլ չեք կկպնի։ Իսկ իրական տարոլոգը ինքը կրթվում է, ինքը սովորում է, ինքը մի ամբողջ գիտության համակարգ է ուսումնասիրում։ Այնպես որ չհամարձակվեք հանգարց համեմատել իրական տարոլոգների գուշակների հետ։ Դուք ոնց որ բերեք մինիստրին կամ գիտնականին համեմատեք, իհարկե բոլորն էլ աշխատանք է, փողոցում ավել անողի հետ։ Տեսեք տարբերությունը ինչքան շատ է։ Փողոցում ավել անողին ընդհանրապես պետք է ավլել։ Ինքը դրա համար սովորելու ոչ մի բան չունի։ Իսկ գիտնական իր ողջ կյանքը սովորում է։ Ուստի չհամարձակվեք նման այսպես անունով դիմել ինձ։ Այդ մեկ։ Այսօր ես ուզում եմ խոսել որպես Հայաստանի քաղաքացի, հայրենասեր մարդ եւ ոչ թե տարոլոգ մոգ։ Այսօր ես ձեզ կներկայացնեմ իրական նախկինների եւ ներկաների տարբերությունը։ Նախկինում Արցախի հարցը ինչի հիման վրա է դրված, ինչի մենք 30 տարի պատերազմ չունեցանք եւ ունեցանք 2020 թվականին պատերազմ։ Փաստացի եմ խոսալու։ Տառոներ չկան, պայծառատեսությունը մի կողմա դրած, խոսում ենք որպես մարդ, որ փորձել է խորանալ, հասկանալ, խնդիրը ինչումն է կայանում։ Եվ հասկանալ նախկինները պատերազմը բերեցին, գցեցին ներկաների գրպանը, թե ներկաները դրա այն լավագույն ապացույցն էին, հա, իրենց ապաշնոր քաղաքականության պատճառով։ Գնացինք։ Ուրեմն, մինչև 2018 թվականի կառավարած ուժերի եւ ներկաների Նիկոլ Փաշինյանի թիմի միջև հիմնական տարբերությունն այն է, որ նախկիների ժամանակ պետական քաղաքականության հիմքում դրված էր ոչ մի թիզ հող, հաղթողի դիրքերից խոսելի սկզբունքը, ինչը պահում էր կայուն ստատուս քվո, իսկ ներկաների օրոք որդեգրվեց խաղաղության օրակարգը, ինչը հանգեցրեց պատերազմի, Արցախի կորուստի եւ Հայաստանի սահմանների միակողմանի ու ցավոտ զիջումների։ Նու մոտավորապես, եթե չեք հասկանում, մի քանի անգամ կարող եք միացնել, լսել։ Արցախի հարց եւ ռազմավարություն։ Նախկինները առաջնորդվում էին ուժեղ պաշտպանություն ստատուս քվոյի պահպանում սկզբունքով։ Բանակցություններում երբեք չէին քննարկում Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու տարբերակը։ Շեշտը դրվում էր Արցախի ինքնորոշման իրավունքի եւ պարտադիր ռեֆերենդումի վրա։ Ներկաները սկզբում հայտարարեցին իրենց սեփական կետից սկսելու մասին, ինչը տապալեց նախկին բանակցային հիմքը, պատերազմից հետո որոշեցին նշաձողը իջեցնեն, իսկ 2022-ին Պրահայում պաշտոնապես ճանաչեցին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ դրա մեջ Արցախը ներառյալ։ Խորհուրդ կտամ մի քանի անգամ լսել։ Հայաստանի սահմանների սահմանազատումը նախկիններ ՀՀ սահմանների անվտանգությունը ապահովված էր Արցախի շուրջ գտնվող 7 շրջանների բուֆերային գոտով։ Ադրբեջանը հնարավորություն չուներ մոտենալու Սյունիքի Վայոց ձորի Գեղարքունիքի բնակավայրերին։ Ներկաները
Բուֆերային գոտու կորստից հետո անցման ԽՍՀՄ քարտեզի սահմանագծմանը իրականացնում են զիջումներով ուղեկցվող սահմանազատում, օրինակ Տավուշի 4 գյուղերի հանձնումը, Գորիս Կապան ճանապարհի հատվածների կորուստը, դա հիմնավորելով նոր պատերազմը կանխելու անհրաժեշտություն։ Հիմա հասկանում եք ձեր խաղաղությունը ինչի հաշվին է։ Շարունակեմ։ Բանակը եւ ռազմավարական պատրաստվածությունը նախկինները ստեղծել էին խոր էշելոնացված, ամրացված պաշտպանական գծեր, խրամատներ, բունկերներ։ Բանակը համարվում էր տարածաշրջանի ամենամարտունակներից մեկը, ինչը զսպում էր Ադրբեջանին մեծ պատերազմ սկսելու, օրինակ 2016-ի ապրիլյան պատերազմը կանգնեցվեց 4 օրում։ 4 օրը ուր 44 օր եւ անհամեմատելի են զոհերի թվերն ու ավերվածությունները։ Եվ նաեւ տարածքային ավերվածությունը։ Ներկաներ 2020 թվականի 44 օրվա պատերազմում կրած ծանր պարտությունից հետո բանակը հայտնվեց կազմալուծված վիճակում։ Ռազմավարական բարձունքների կորուստի պատճառով հայկական դիրքերը դարձան խոցելի եւ Ադրբեջանը կարողացավ 2021-ից մինչեւ 22 թվականը հեշտությամբ ներխուժել ՀՀ սուվերեն տարածք եկավ, հասավ ձեր քթի տակ։ Արտաքին քաղաքականություն եւ դաշնակիցներ նախկինները վարում էին կոմպլեմենտար, փոխլրացնող քաղաքականություն, ունեին ամուր կանխատեսելի հարաբերություններ Ռուսաստանի հետ հապկի ռուսական բազա, բայց միաժամանակ ստորագրում էին համաձայնագրեր Եվրոպական միության հետ։ Ներկաներ արտաքին քաղաքականություն դարձավ կտրուկ անկանխատեսելի, հարաբերությունները Ռուսաստանի եւ հապկի հետ փաստացի սառեցվեցին, Հայաստանը դուրս եկավ հապկից դե ֆակտո, իսկ դեպի արևմուտք ԱՄՆ եւ Ֆրանսիա կտրուկ շրջադարձը չտվեց անվտանգության իրական երաշխիքներ, այն ավելի մեծացրեց Ռուսաստանի եւ Ադրբեջանի ճնշումը։ Ներքաղաքական կյանք եւ կառավարման ոճ նախկիններ կառավարում էին համակարգային կոռուպցիայի, օլիգարխիկ ազդեցությունների եւ ընտրակեղծիքների միջոցով, ունեին պետական ապարատի կայունություն, բայց հանրության շրջանում կար մեծ դժգոհություն անարդարությունից, ինչն էլ հանգեցրեց 2018-ի հեղափոխությունը։ Ներկաները եկան իշխանության ժողովրդական կոռուպցիայի դեմ պայքարի եւ թավշյա լոզունգներով, սակայն ժամանակի ընթացքում հասարակությունը պառակտվեց սևերի ու սպիտակների, պետական կառավարումը դարձավ ոչ պրոֆեսիոնալ, իսկ անվտանգային ձախողումները երկիրը կանգնեցրեցին գոյաբանական ճգնաժամի։ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը սահմանների հարցը նախկինում եւ հիմա 2026 թվականի դրությամբ ունի մեկ գլխավոր տրամաբանություն։ Նախկինում Հայաստանի 29743 քառակուսի կիլոմետր տարածքը համարվում էր անձեռնամխելի եւ պաշտպանված, իսկ այսօր այդ տարածքից ավելի քան 200 քառակուսի կիլոմետր օկուպացված է Ադրբեջանի կողմից եւ ընթանում է սահմանների փոփոխության ու նոր տարածքների հանձնում։ Նախկինում մինչև 2020 թվականը Ադրբեջանը ոչ միայն չէր վերահսկում ՀՀ որևէ տարածք, այլև չէր համարձակվում խախտել Հայաստանի պաշտոնական պետական սահմանը։ Միակ բացառությամբ 1990 թվականներից մնացած Արցվաշեն անկլավներ, որ մի քանի սահմանային դիրքեր ուներ։ Հիմա 2026 թվականին, 2021 թվականի մայիսից մինչև 2022 թվականի սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Ադրբեջանը կատարեց մի քանի ռազմական հարձակումներ եւ օկուպացրեց Հայաստանի սուվերեն տարածքից ավելի քան 240 կիլոմետր, 200 կիլոմետր քառակուսի։ Ադրբեջանական զորքեր ներխուժեցին մինչև օրս կանգնած են Սև լճի Սյունիք ներքին հանդի, Ջերմուկի Վայոց ձոր եւ Վարդենիսի Գեղարքունիք հատվածներում։ Սահմանների գծումը եւ տարածքային զիջումները նախկինում սահմանները պաշտպանված էին Արցախի բուֆերային գոտով 7 շրջաններով, որևէ մեկը չէր քննարկում Հայաստանի կազմից տարածքներ
Ադրբեջանին հանձնելու հարցը հիմա սահմանազատման գործընթացն ընթանում է ԽՍՀՄ քարտեզի հիման վրա, ինչը բերում է տարածքային կորուստների։ 2020 թվականի ձմռանը սահմանագծման հետևանքով Որոտան Շորնուխ գյուղերի մի մասը, ինչպես նաև Գորիս-Կապան ռազմավարական ավտոճանապարհի կարևոր հատվածները անցան Ադրբեջանին։ 2024 թվականի Տավուշի մարզում իրականացվեց միակողմանի սահմանազատում եւ Հայաստանը Ադրբեջանին հանձնեց 4 գյուղերի տարածքները՝ Բաղանիս, Արյուն, Աշաղը եւ Ասկիպարան, Խեյրիմլի եւ Կզլ Հաջիլի։ Անկլավների հարցը նախկինում խորհրդային տարիներին մնացած ադրբեջանական անկլավների հարցը Տիգրանաշենը, Արարատի մարզում եւ Տավուշի գյուղերը գործնականում գոյություն չունեին, դրանք ամբողջությամբ ինտեգրված էին Հայաստանի տարածքում եւ դրանցով էին անցնում մեր միջպետական մայրուղիները։ Հիմա անկլավների հարցը դարձել է բանակցությունների գլխավոր թեմաներից մեկը։ Եթե ներկայիս տեմպերով ՀՀ իշխանությունը որոշի Ադրբեջանին հասնել Տիգրանաշենը, Քյարքի եւ Տավուշի մնացած անկլավները, օրինակ Վերին Ոսկեպարը, Հայաստանը կկորցնի իր ուղիղ կապը Իրանի հարավային մայրուղի եւ Վրաստանի հյուսիսային մայրուղի հետ, քանի որ այդ ճանապարհները կհայտնվեն Ադրբեջանի վերահսկողության տակ, դուք կլնեք բլոկադայի մեջ, շրջափակման մեջ։ Ահա, ռազմական բարձունքներ եւ կենսական տարածքներ։ Նախկինում բոլոր կարևոր բարձունքները, որոնցից երևում էր Ադրբեջանի խորքը, գտնվում էր հայկական բանակի ձեռքում։ Մեր քաղաքացիական բնակչությունը անվտանգ էր ապրում, մշակում էր իր հողերը։ Հիմա Ադրբեջանը գրավել է ՀՀՀ սահմանամերձ գրեթե բոլոր ռազմավարական բարձունքները, նրանք վերևից տեսնում եւ նշանառության տակ են պահում Սյունիքի Վայոց ձորի գյուղերը, Հայաստանի հարյուրավոր հեկտարներով արոտավայրեր, վարելահողեր եւ ջրային ռեսուրսներ, օրինակ Սև լճի մեծ մասը անցել է ադրբեջանական վերահսկողության տակ։ Հայ գյուղացիներն այլևս չեն կարողանում օգտվել դրանցից։ Արցախի հետ կապված հարցերը կներեք այս ձայների համար։ Ուրեմն առաջ մինչև 2018-2020 թվականը հիմնված էին Արցախի ինքնորոշման պարտադիր հանրաքվեի իրավական երաշխիքների վրա, իսկ հիմա նոյեմբերի 9-ից հայտարարություններից եւ Պրահայի հռչակագրից հետո հանգեցրեցին Արցախի հարցի լիակատար դուրաբեկմանը, բանակցային օրակարգից եւ տարածքից դե յուրե ճանաչման Ադրբեջանի կազմում։ Երբ է ճանաչվել Ադրբեջանի կազմում, խոսեմ, ինչպիսին էին թղթերը 1997 թվականից մինչև 2018 թվականը, այս շրջանի բոլոր փաստաթղթերը փաթեթային փուլային ընդհանուր պետություն, QST, Մադրիդյան սկզբունքներ, Կազանյան փաստաթուղթ ունեին 3 անկյունակարային կետ, որտեղից հայկական կողմը հրաժարվելու իրավունք չուներ։ Արցախի կարգավիճակի որոշում փաստաթղթերում, հատկապես Մադրիդյան Կազանյան հստակ ֆիքսված էր այդ փաստաթղթերում, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը պետք է որոշվի պարտադիր իրավական ուժ ունեցող կամ արտահայտության հանրաքվեի միջոցով, որի օրակարգը ոչինչով չպետք է սահմանափակեր, ներառյալ անկախությունը կամ Հայաստանի միացումը։ Միջանկյալ կարգավիճակը մինչև հանրաքվեի անցկացումը Արցախին տրվում էր միջազգայինորեն ճանաչված միջանկյալ կարգավիճակ, որով ԼՂՀ-ն ուներ սեփական ինքնիշխանության մարմիններ, բանակ եւ դատարաններ։ Տարածքների կարգավիճակի դիմաց 7 շրջանների անվտանգության գոտու փուլային վերադարձը Ադրբեջանին ուղղակիորեն կապված էր Արցախի կարգավիճակի ճանաչման եւ Լաչինի Միջանցքի անվտանգության երաշխիքների հետ, ինչպիսին դարձան թղթերը այսօր եւ հիմա Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում, հատկապես 44-օրյա պատերազմից հետո նախկին բոլոր փաստաթղթերն ու դրանց տրամաբանությունը չեղարկվեց, բանակցային սեղանին հայտնվեց բոլորովին այլ թղթեր։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարություն 2020 թվականին սա պատերազմի կանգնեցման փաստաթուղթն էր, որով Ադրբեջանին անցան 7 շրջանները Շուշի, Հադրութ, իսկ Արցախում
տեղակայվեցին ռուս խաղաղապահները, ամենակարևորը այս թղթում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակությունն էր, ընդհանրապես, որը գոյություն չուներ։ Ադրբեջանի պատմամբ հարցը սառեցվեց։ Պրահայի հռչակագիր 2022 թվական հոկտեմբեր Նիկոլ Փաշինյանը ստորագրեց փաստաթուղթ, նախկինները չեն ստորագրել, հիշեցնեմ, Նիկոլ Փաշինյանը, որով Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրով, սա նշանակում է, որ Հայաստանը պաշտոնական թղթով Արցախը ճանաչեց որպես Ադրբեջանի մաս։ Արցախի հարցի դուրսբերումը խաղաղության պայմանագրից Ադրբեջանի հետ քննարկվող խաղաղության պայմանագիրը ներկայիս նախագծերում Արցախի մասին որևէ հիշատակում չկա։ ՀՀ իշխանությունը պաշտոնապես հայտարարել է, որ Արցախի հարցն իրենց համար այլևս փակված է։ Երկու բառով էլ անկլավների հարցի մասին խոսեմ, ուրեմն ոչ անկախ տարածքներ, հարցը նախկինում 2026 թվականի դրությամբ ու հիմա, նախկինում եւ հիմա, Արցախից հետո Հայաստանի ամենացավոտ եւ վտանգավոր հարցը դարձել է տարածքային խնդիրները։ Նախկինում անկլավների հարցը գործնականում սառեցվել էր եւ չէր քննարկվում, իսկ հիմա Նիկոլ Փաշինյանի կառավարությունը պաշտոնապես ընդունել է դրանց գոյությունը եւ պատրաստակամությունն է հայտնել դրանք քննարկել սահմանազատման ընթացքում։ Երբ որ անկլավների հարցը եղավ, հիշեք, որ ադրբեջանցիները գալու են ու բնակություն են հաստատելու։ Այդ թե ինչի է ձեր ասած 300,000 ադրբեջանցին պետք է հետ գան Հայաստան։ Ուրեմն, ինչպես է փոխվել նախկինում եւ հիմա այդ հարցը։ Խորհրդային տարիներին 1930-ից մինչև 1970 թվականը Մոսկվայի որոշմամբ Հայաստանի տարածքում ձևավորվել է 3 ադրբեջանական կղզյակ անկլավ, իսկ Ադրբեջանի տարածքում 1 հայկական արծվաշեն է։ 1990 ականներին ես անջատում միացնում եմ, որովհետև այս աղմուկը խանգարում է աշխատեմ։ 1990-ականներին պատերազմի ժամանակ կողմերը վերահսկողություն հաստատեցին իրենց տարածքում գտնվող անկլավների նկատմամբ։ Փաստացի վիճակը ադրբեջանական նախկին անկլավները Տիգրանաշենը եւ Տավուշի բնակավայրերը ամբողջովին ինտեգրվել էին Հայաստանի կազմում։ Այնտեղ ապրում էին հայեր, կառուցվել էր տներ եւ դրանցով անցնում էր ՀՀ ռազմավարական մայրուղիները։ Այ քեզ բան։ Ուրեմն բանակցային դիրքորոշումը նախկին իշխանությունների օրոք անկլավների հարցը բանակցային սեղանին առանձին չկար։ Լռելյան ընդունված էր փոխանակման սկզբունքը, հայկական կողմը պահում էր իր տարածքում գտնվող 3 անկլավները, իսկ Ադրբեջանին մնում էր Արծվաշենը։ Իրավիճակը հիմա 2020-ից 26 թվականը 44 օրյա պատերազմից հետո Ադրբեջանը կտրուկ պահանջ դրեց վերադարձնել իր նախկին անկլավները, իսկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրում ԽՍՀՄ քարտեզում դրանք իրավականորեն պատկանել են Ադրբեջանին։ Այսօր քննարկվում է անկլավների երկու խումբ՝ Բարխուդարլու եւ Սոֆուլու Ղազախի շրջանի նախկին անկլավների ՀՀ Տավուշի մարզում։ Վերին Ոսկեպար նույնպես անկլավների տարածք Տավուշում։ Հստակեցում 2024 թվականի Տավուշում հանձնված 4 գյուղերը Բաղանիս, Այրում, Աշաղը, Ասկիպարա, Խերիմլին, Կզլը, Հաջիլի անկլավ չէին։ Դրանք ուղղակի սահմանամերձ հողեր էին։ Բուն անկլավների հարցը թողվել էր սահմանազատման հաջորդ փուլերին։ Արարատի մարզի անկլավ Տիգրանաշեն Քյարքի։ Սա ռազմավարական ամենավտանգավոր կետն է։ Տիգրանաշենը գտնվում է Երևան-Գորիս Մեղրի միջպետական մայրուղու վրա, որոնք են հիմնական վտանգները հիմա, եթե սահմանազատման ընթացքում որոշվի այս տարածքները ֆիզիկապես հանձնել Ադրբեջանին, Հայաստանը կկանգնի կատաստրոֆիկ խնդիրների առաջ, ինչը որ պատրաստվում է անել այժմյան կառավարությունը։ Մինչ պետական ճանապարհների կորուստ Հայաստանը Իրանի
կապող մայրուղին, Տիգրանաշենի հատվածում եւ Վրաստանի կապող մայրուղին Տավուշի հատվածում կանցնեն Ադրբեջանի վերահսկողության տակ։ Հայաստանը ստիպված կլինի կառուցել նոր շրջանցիկ եւ ոչ նպաստավոր ճանապարհներ, ինչպես եղավ Գորիս-Կապան ճանապարհի դեպքում։ Գազամուղի վտանգ Ռուսաստանից Վրաստանի տարածքով Հայաստան մտնող գլխավոր գազամուղի որոշ հատվածներ անցնում են հենց Տավուշի նախկին անկլավների կողքով։ Արցվաշենի հարցը, թեև իշխանությունները հայտարարում են, որ Ադրբեջանն էլ պետք է վերադարձնի հայկական Արցվաշեն անկլավը, որը ավելի մեծ է տարածքով, Ադրբեջանը հրաժարվում է դա անել, պատճառը բանելով, որ այն ամբողջությամբ շրջապատված է իր զորքերով եւ հայերին վերադարձ այնտեղ անհնար է։ Եթե նախկինում անկլավների մասին խոսքն անգամ անթույլատրել էր, ապա սրանք դարձել են արդեն այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանի ճնշում գործադրելու ռազմավարական ճանապարհները վերահսկելու գլխավոր գործիք։ Հիմա հասկանում եք, ուր ենք հասել։ Այս տառուներից դուրս, այս որպես Հայաստանի քաղաքացի, հայ, ով սիրում է իր երկիրը։ Եվ որպեսի գոնե մազապուրց լինի այս ամեն ինչը, այս մի փոքր տարածքը պահվի, ինքը պատրաստ է դրան եւ պատրաստ է փոխզիջումների, ինչպես որ փոխզիջումներով տվեց Արցախը, այնպես էլ կտան Հայաստանը, որովհետեւ Հայաստանի անվտանգությունը այլևս ոչ մի պետության հոգը չէ։ Դա միայն Նիկոլ Փաշինյանի հոգն է, որի ապաշնոր կառավարության փոխզիջումների ու պատերազմների արդեն սարսափը եւ դժվարությունը մենք մեր կաշվի վրա զգացինք։ Կխոսեմ նաեւ, թե ինչպես հետ կբերվեն Արցախը, Շուշին եւ Հայաստանի մնացած տարածքները, անպայման կխոսեմ։ Իսկ դուք եղեք հետևողական։